Բարև ձեզ, այսօր շաբաթ է եւ մենք ավանդաբար ամփոփում ենք անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես անցնող շաբաթը լարված էր հագեցած տարբեր իրադարձություններով։ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմը շարունակվեց։ Եկեղեցում պաշտպանելուց ժամեր անց ձերբակալվեց եւ կալանավորվեց ռուսաստանահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, երեկ ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Թուրքիա, որտեղ Ստամբուլում հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչ կապ եք տեսնում հատկապես եկեղեցու դեմ արշավների, Սամվել Կարապետյանի կալանավորման եւ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա գնալու միջև։ Կարծում եմ, որ այստեղ կապը դժվար թե ուղիղ լինի, նրա Ստամբուլ այցը սկզբունքորեն այլ գործոններով է պայմանավորված, քան միայն եկեղեցու դեմ պայքարը։ Իհարկե եկեղեցու դեմ պայքարը դա հստակ հրահանգավորված է իմ կարծիքով Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Հարկ է հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ հայաստանյան առաքելական եկեղեցին եւ թուրքական եւ ադրբեջանական անվտանգային փաստաթղթերում դիտվում է իբրև իրենց համար սպառնալիք ներկայացնող կառույց, ինչպես նաև ցանկացած այլ համահայկական կազմակերպություն եւ Հայաստանի Հանրապետությունը ինքնին, եւ նրանք հստակ հրահանգավորել են եկեղեցու դեմ իրականացնել հետեւողական պայքար, գործողություններ, հատկապես ԱՄՆ հայոց կաթողիկոսի մայիսի 28-ի Ժնևում ունեցած հայտնի ելույթից հետո, որտեղ նա Ադրբեջանի իշխանություններին, մասնավորապես Իլհամ Ալիևին, Թուրքիայի փոխգործակցությամբ մեղադրեց ռազմական հանցագործությունների մեջ, Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության, բռնի տեղահանության, Արցախում օկուպացված տարածքներում հայկական մշակութային հուշարձանների, որոնք համահայկական քրիստոնեական արժեք ունեն, դրանց ոչնչացման, բարբարոսությունների, Արցախայության վերադարձի իրավունքի, ադրբեջանական բանտերում պահվող ռազմագերիների վերադարձի հարցեր եւ այդ ամենից հետո վեհապար հայրապետը ուղիղ թիրախավորվել է եւ ոչ միայն վեհապար, այլ նաեւ մեր եկեղեցու ողջ վերադաս կազմը, բայց ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի այցը կապ ունի այս արշավի հետ։ Իհարկե ակնհայտ է, որ հարգարժան ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ այդ ապօրինի բռնաճնշումները եւ իշխանական ոչ ռեպրեսիվ մեքենան ապօրինաբար նրա դեմ գործածելը կապված է եկեղեցուն աջակցելու իր պատրաստակամության եւ իր բովանդակության մեջ չափազանց զուսպ, չափազանց համեստ եւ մեղսագրվող հանցանքի հետ որևէ առնչություն չունեցող հայտարարության հետ, սա ակնհայտ է, բայց դա Ստամբուլ կատարած նրա այցի հետ կապ չունի։ Ես կարծում եմ Ստամբուլյան նրա այցելությունը շատ ավելի վտանգավոր է իր բնույթով։ Նախ ուզում եմ դες հիշեցնել, թե երբ է Նիկոլ Փաշինյանը առհասարակ իր պաշտոնավարման շրջանում հանդիպել Էրդողանի հետ։ Դա եղել է հետպատերազմյան շրջանում, առաջին անգամ նրանք հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, պատերազմի ավարտից 2 տարի անց, նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ ստորագրեց Արցախ Ադրբեջանին հանձնելու հայտարարությունը Պրահայում։ Եվ ներեցեք 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը նա եղել է ֆորպոստի վարչապետ եւ Հայաստանի իրական անկախությունը սկսվել է այդ օրից։ Իրականում ճիշտ հակառակն է եղել, մենք պետություն ունեցել ենք մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը, հոկտեմբերի 6-ին նա մեր պետությունը հանձնեց ադրբեջանա-թուրքական իշխանությանը, այդ օրը հանդիպում ունեցել նախ Էրդողանի հետ, այնուհետև հանդիպում ունեցել քառակողմ ձևաչափով Իլհամ Ալիևի, Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի հետ, ստորագրել է երկրորդ արդեն իր բնույթով կապիտուլյացիոն հայտարարություն։ Այսինքն Էրդողանի հետ առաջի հանդիպումը եղել է ֆիքսենք այդ օրը։ Երկրորդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի միջև տեղի ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում, ընդ որում մի հաստատությունում, որը կոչվում է Թուրքական տուն, որտեղ տեղակայված էին երկու թուրքական դիվանագիտական ներկայացություններ։ Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը եւ Միավորված ազգերի կազմակերպությունում Թուրքիայի մշտական ներկայացությունը, այսինքն ինքը այցելել է Նյու Յորքում թուրքական դիվանագիտական տարածք եւ այնտեղ հանդիպում ունեցել Էրդողանի հետ։ Այդ նույն օրը Սահմանադրական դատարանը Երևանում հրապարակեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ իր դիրքորոշման եզրափակիչ մասը, որով հաստահարվեց, որ
այդ փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը, իսկ 2 օր անց արդեն Արադ Միրզոյանի եւ Ջերոմ Բայրամովի հանդիպման օրը, երբ որ հրապարակվեց այդ որոշման ամբողջական տարբերակը, պարզ դարձավ, որ Սահմանադրական դատարանը բացի կանոնակարգի դրույթներից նաեւ քննության առարկա է դարձրել այլ առհասարակ Հայաստանի անկախության հռչակագրի վերաբերող հարցեր, տվել մեկնաբանություններ, այդ թվում անդրադարձել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, որը հռչակագրի 11-րդ կետով է սահմանված, որը բացարձակապես որևէ կապ չուներ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովի կանոնակարգի հետ, սակայն տրված մեկնաբանությունները իրենց բովանդակությամբ շատ մոտ էին մինչ այժմ Թուրքիայի կողմից քաղաքական մակարդակով ներկայացվող դիրքորոշումներին։ Եվ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Էրդողանը տեղել է հետաքրքիր զուգադիպությամբ կամ միգուցե պայմանավորված նախաձեռնությամբ հենց այդ օրը։ Եվ ահա երրորդ հանդիպումը, որը տեղի է ունենում Ստամբուլում, իդեպ ուզում եմ մեր հեռուստադիտողների ուշադրություն հրավիրել, որ այդ հանդիպումը եղել է ոչ թե մայրաքաղաքում, այլ երկրորդ քաղաքում։ Ինչ կապ ունի, կարող։ Դե ընդհանրապես պաշտոնական հանդիպումները տեղի են ունենում մայրաքաղաքներում եւ դա իր մեջ խորհուրդ է պարունակում։ Իսկ Նիկոլ Փաշինյանին Էրդողանը որոշել է, որ մայրաքաղաքում ընդունելության չարժանացնի։ Սա մեկ։ Այցելությունը տևել է ընդամենը մեկ ոչ լիարժեք օր, այսինքն առանց գիշերակացի եւ նույնիսկ երկրորդ օրվա բնականաբար ծրագիր միջոցառումներ, որևէ այլ իրադարձություն պաշտոնական բնույթի, քան Էրդողանի հետ հանդիպումը չի նախատեսվել, այսինքն միայն Նիկոլ Փաշինյանը գնացել է Էրդողանի հետ հանդիպման։ Այսինքն այցի ընթացքում որևէ պաշտոնական որևէ այլ հանդիպում չի եղել։ Հանդիպումը հայ համայնքի հետ դա ոչ պաշտոնական բնույթ է, այցելությունը ուրեմն Աթորանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ նա որևէ ընդունելության չի արժանացել եւ ուրեմն մեր առաջնորդի կողմից, հոգևոր առաջնորդի կողմից եւ որևէ հոգևորականի կողմից եւ Բորցո պատրիարքանից որևէ հոգևորական չի մասնակցել։ Ոչ պատրիարքը, առաջնորդը եւ ոչ էլ որևէ հոգևորական նրան ընդունելության չի արժանացել։ Ես սա ոչ միայն հայաստանյաց առաքելական եկեղեցու վերաբերմունք է իր նկատմամբ, նկատի ունենալով, որ պատրիարքը իր զորակցությունն է հայտնել վեհապար հայրապետին այս ապօրինի նրա դեմ եւ եկեղեցու դեմ իրականացվող արշավի ժամանակ, նաեւ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ Պոլսո պատրիարքը ունի առանձնահատուկ կարգավիճակ եւ նա նշանակվում է Ստամբուլի նահանգապետի կողմից։ Այսինքն դա նաեւ նրա վերաբերմունքը կարելի է անցնել նաեւ որպես Թուրքիայի իշխանությունների վերաբերմունք այս դրսևորումով։ Եվ նաև այցելություն է ունեցել Կապույտ մզկիթ, մուսուլմանական տաճար, որի խորհուրդը եւ նշանակությունը ես կարծում եմ ոչ միայն բովանդազուրկ, այլ ճիշտ հակառակը։ Իսկ ինչ իմաստ ունի նրա այցելությունը, եթե նա ծեսի չի մասնակցում, նամազ չի անում, իր հետ որևէ գործողություն չեն անում, օրինակ մուսուլմանական ավանդույթներում տղամարդկանց, բայց դա նորածինների շրջանում են անում, ասենք գործողություններ, սունյաթա կոչվում, բայց տեսանյութերում եւ լուսանկարներում չի երևում, որ նրա հետ որևէ ծես մուսուլմանական ավանդույթով կատարվել է Նիկոլ Փաշինյանի եւ պատվիրակության անդամների, հետեւաբար հարց առաջանում, եթե նա ծեսի չի մասնակցում, ապա ինչ նպատակով այցելում։ Ես կարծում եմ, որ այցելության հիմնական նպաստը հավասարության նշան դնելն էր հայաստանյաց եկեղեցու այցելության եւ մզկիթ այցելության միջև, ինչը որ իր ստորացուցիչ կեցվածքի ուղիղ դրսևորումներից է։ Ես նաև ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ նաև մեկ այլ արարողակարգային հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի եւ պատվիրակության պատվին Էրդողանը որևէ ճաշ եւ ընթրիք չի մատուցել, այսինքն հյուրասիրության որևէ ձևով չի արժանացրել, ինչը դիվանագիտական հարաբերություններում նույնպես վերաբերմունքի, տվյալ դեպքում բացասական վերաբերմունքի դրսևորում է, իսկ օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը ինքն է չնախատեսված հարգանքի ժեստ ցույց տվել ընդամենը պատվո պահակախմբի զինվորների, թուրք զինվորների առջև, որոնք ընդամենը կանգնած էին ուղեգորգի մի կողմում եւ նման դեպքում հյուրը նրանց նկատմամբ որևէ հարգանքի նշան ցույց տալու խնդիր չունի։ Այս նա հատուկ ցույց տվեց։ Նա հատուկ կանգնեց եւ ողջուն հղեց թուրք զինվորներին, որոնք ներկայացել են առանց դրոշի, այսինքն դա պաշտոնական ընդունելություն չի,
օդանավականներում, երբ որ դիվանագիտական արարողակարգով կազմապաշտոնական ընդունելություն, ներկայացում է ոչ միայն պատվո-պահակախումբը, որոնք կանգնում են ուղեգորգի կողմերում, այլ տարբեր զորամիավորումներից առանձին խմբեր, զինվորական խմբեր, ինչը ցույց է տալի տվյալ պետության զինված ուժերի ողջ կազմի հարգանքը, ներկայությունը հյուրին եւ ներկայանում են դրոշով։ Որպես կանոն դա լինում է պետական եւ պաշտոնական այցելությունների ժամանակ, քանի որ Նիկոլ Փաշինյանի այցը աշխատանքային բնույթ էր, չէր ենթադրվում օդանավականում դիմավորման նման արարողություն, բայց նաեւ չէր ենթադրում իր հարգանքը ընդամենը պատվո պահակախմբի ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն չունեցող զինվորներին։ Բայց ցույց է տալի իր ստորացուցիչ կեցվածքը այն զինվորների նկատմամբ նաև խորհրդանշական, ովքեր որ նրանց նախնիները իրականացրել են հայոց ցեղասպանություն, իսկ նրանց մարտական ընկերները մասնակցություն են ցուցաբերել Արցախյան 44-օրյա պատերազմին եւ պատճառ են հանդիսացել հազարավոր մեր հայրենակիցների երիտասարդ զինվորականների մահվան։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն գլուխ է խոնարհում մեր զինվորներին սպանած թուրք զինվորների առջև, սա խորհրդանշական շատ մեծ իմաստ ուներ։ Իդեպ ասեմ, որ այցելությունը գաղտնի է պահվել երկար ժամանակ մեր հասարակությունից եւ բուն այցելությունը եւ նաեւ մինչեւ այցի օրը նաեւ դրա բովանդակությունը։ Այո, օրակարգի մասին որևէ բան չէ։ Որևէ խոսակցություն չկա։ Ես ուշադրությամբ նայել եմ Թուրքիայի նախագահի պաշտոնական հաղորդագրությունն իրանց կայքի։ Իդեպ լուսանկարները ոնց որ հասկացա վարչապետի աշխատակազմը վերցրել են թուրքական աղբյուրներից, ամենայն հավանականությամբ թույլ չեն տվել Նիկոլ Փաշինյանին ուղեկցող լուսանկարիչներին եւ օպերատորներին տեսագրություններ անել, այլ օգտվել են միայն թուրքական աղբյուրներից, չնայած պատվիրակության կազմում կային եւ օպերատորներ եւ լուսանկարիչներ, եւ դրա հետ միասին նաեւ հաղորդագրության մեջ բացի հանդիպման փաստից ուրիշ որևէ տեղեկատվություն չկա, այսինքն չի նշվում, որ ենթադրենք Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային անվտանգության եւ այլ հարցեր, այսինքն պաշտոնական հաղորդագրության մեջ իրանց կայքում չկա, լրատվամիջոցներով կա որոշ դիրքորոշումներ, բայց պաշտոնական հաղորդագրության մեջ դա չի նշանում, այսինքն ընդամենը Էրդողանը ընդունել է Նիկոլ Փաշինյանին, բայց հայ-թուրքական հարաբերություններ չեն քննարկվել եւ բնականաբար չէին էլ կարող քննարկվել ըստ էության, որովհետեւ Թուրքիան նաեւ Էրդողանի մակարդակով հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ գոյություն չունի, քանի դեռ Հայաստանը չի կատարել ադրբեջանական բոլոր պահանջները։ Ոչ թե ինչ որ մի պահանջներ համաձայնագրի շրջանակներում, ինչ որ մի որոշակի խումբ պահանջներ, առհասարակ ադրբեջանական պահանջներ։ Իսկ թե ինչ ծավալ ունեն ադրբեջանական պահանջները, դա նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար հասկանալի չէ, ինքը մի անգամ իր հարցազրույցներում ասել է, որ եթե ինքը իմանար, թե այս կետի վրա ավարտվում են ադրբեջանական պահանջները, միգուցե դա կլներ քննարկելի, բայց դրանք անընդհատ ավելանում են եւ նորանոր պահանջները Ադրբեջանը ներկայացնում Հայաստանին։ Այսինքն փորձենք բովանդակության արդեն հերթով անդրադառնալ, նախ շնորհակալություն պարզաբանումների եւ դիվանագիտական արարողակարգը պրոֆեսիոնալ ձևով ներկայացնելու համար, ով եթե ոչ դուք նախնին դեսպան լավ իմանաք այդ արարողակարգը, հավատում եք արդյոք վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ քննարկվել է Հայաստան-Թուրքիա կարգավորման ընթացքը, երկխոսություն, տարածաշրջանային հարցեր են քննարկվել, մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Նիկոլ Փաշինյանի խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ, հավատում եք արդյոք պաշտոնական հաղորդագրության տեքստին եւ ինչ եք կարծում, նկատի ունենալով նաեւ այն, որ նախորդ օրը Թուրքիայի ժամանել նաեւ Իլհամ Ալիևը եւ հայտարարվեց, որ Ալիևի հետ հանդիպում չի լինելու, այսպես ասած դավադիր պայմանավորվածություններ կամ հանդիպում եռակողմ ձևաչափով հնարավոր համարում եք եղել է արդյոք թե ոչ։ Եթե ցանկություն լիներ Էրդողանի կամ Ալիևի մոտ հանդիպում, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի երազանքը կլներ, որ նա նաև Ալիևի հետ հանդիպում ունենար եւ այդ հանդիպումը լիներ Էրդողանի մասնակցությամբ, բայց ակնհայտորեն Ալիևը խուսափել է այդ հանդիպումից, որտեղ ընդամենը 1 օր առաջ էինք եղել Թուրքիայում եւ նրա շատ բարձր մակարդակի ընդունելության արժանացել Իրենք Էրդողանի հետ այցելել են երկրաշարժից տուժած տարածքներ, մասնակցել են մի բնակելի թաղամասի բացման արարողությանը, որը Ադրբեջանի եւ Թուրքիայի համաֆինանսավորմամբ
վերակառուցվել եւ այնտեղ նաեւ դպրոցի բացման արարողությանը, որը կրում է Իլհամի հոր Հեյդար Ալիևի անունը եւ բնականաբար Ալիևը չի ցանկացել հանդիպել Փաշինյանին եւ որևէ փաստաթուղթ ստորագրել, որովհետեւ փաստաթուղթը, որը պետք է ստորագրի, որը բանակցված է ըստ էության, դա այդպես կոչված խաղաղության համաձայնագիրն է, որի ստորագրման վերաբերյալ Ալիևը ունի լրացուցիչ հավելյալ պահանջներ, որը Հայաստանը դեռևս չի կատարել եւ ես կարծում եմ, որ Ալիևի ոչ մի քայլ չի նահանջի իր պահանջներից, քանի Հայաստանում վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Խոսքը վերաբերում է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունից հրաժարվելու, Հայաստանում սահմանադրական փոփոխություններ կատարելու անկախության հռչակագրից հրաժարվելու եւ նաեւ հավելյալ պահանջներ Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնելու, նրանց անվտանգության երաշխիքներ տրամադրելու պահանջների։ Եվ քանի դեռ դա չի կատարվել, Ալիևը բացառում է, որ այդ փաստաթուղթը ստորագրի, եթե փաստաթուղթ չի ստորագրելու, ինքը Նիկոլ Փաշինյանն հետ այլևս հետաքրքրություն չունի որևէ հարց քննարկելու։ Բայց արդյոք Էրդողանը այդ պահանջները ներկայացել է։ Անպայման, ասում նոր քիչ առաջ է ասում, որ Էրդողանն ասել է, որ հայ-թուրքական օրակարգ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի կատարել Ադրբեջանի պահանջները։ Իսկ Ադրբեջանի պահանջները, բացի դրանից, որ արտացոլված են այդ համաձայնագրի 17 կետում, որտեղ միայն ադրբեջանական պահանջներ են, այսինքն այնտեղ հայկական կողմի որևէ դիրքորոշում արտացոլված չի, այդ մասին Իլհամ Ալիևը ինքն է հայտարարել, որ համաձայնագիրը մշակվել Ադրբեջանի արտգործնախարարությունում իրենց պահանջներով։ Այնտեղ հայկական շահ այդ 17 կետերի մեջ առհասարակ գոյություն չունի։ Բայց անգամ դա ստորագրելու համար ինքը ներկայացնում է հավելյալ պահանջներ։ Հետևաբար Ալիևը Փաշինյանի հետ այլևս հետաքրքրություններ չունի եւ հայ-թուրքական հարաբերությունները օրակարգի չի լինի։ Այն որ դուք ասում եք հայկական կողմի հաղորդագրության մեջ ասում է, որ այս հարցերն են քննարկվել, որը թուրքական կողմի հաղորդագրության մեջ չկա, պարզ է տրամաբանությունը ինչ հաշվում, որ եթե այդ հանդիպումը անգամ եթե 15-20 րոպե տևողություն ունեցած լինի, կարծում եմ, որ դրանից պակաս դժվար է եղած լինի, ուղղակի միայն զուտ մի քանի բառ փոխանակել է այն թարգմանչի միջոցով Էրդողանը, որը Վոտարլոզիչ կարծեմ չի դիրապետում, ինքը թարգմանչի միջոցով է հաղորդակցվում, արդեն ենթադրում է առնվազն 30-40-ը, պարզը 30-40 րոպե չեն նստելու նայեն։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով կզմայելվի Էրդողանի պատկերով, բայց չեմ կարծում, որ Էրդողանի համար փոխադարձ կլինի այդ վերաբերմունքը։ Ինչ որ բանից խոսել է, բայց ինչ որ բանից խոսել չի նշանակում դա քննարկել, որովհետև որևէ պայմանավորվածություն չկա կոնկրետ ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ, այսինքն չի ստորագրվել որևէ փաստաթուղթ, չի ստորագրվել նույնիսկ այցի արձանագրություն։ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարարներից բացի արտաքին գործերի նախարարից ու նրա տեղակալից ուրիշ որևէ մեկը չի եղել, այսինքն պաշտոնական ներկայացուցիչ Ռուբեն Ռուբենյանը անօրինական կարգավիճակ ունի, ես նույնիսկ զարմանում եմ նրա ընդհանրապես այդ կարգավիճակում դրսևորվել, նա օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է, սահմանադրությամբ արգելված է, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչը գործադիր իշխանության ֆունկցիաներ իրականացնի առհասարակ, եւ նա որևէ իրավական ակտով նշանակված չի որպես հայ-թուրքական հարաբերություններում մեր կողմից բանակցող, այսինքն Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարություն է կատարում, ինչը սահմանադրական կարգի խախտում է։ Ես ասում եմ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ասենք օրինակ եթե պայմանավորվածություն վերաբերվեր, դատենք այդ իր ասած խաղաղության խաչմերուկի, ինչը տրանսպորտային բաղադրիչ ունի, նշանակում է պատվիրակության կազմում պետք է լիներ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը, պետք է լիներ պետական եկամուտների կոմիտեի նախագահը մաքսային հարաբերությունների կարգավորման իմաստով, պետք է լիներ ազգային անվտանգության ծառայության, դե հիմա մենք տնօրեն չունենք, գոնե սահմանապահ զորքերի հրամանատարը սահմանային կարգավորման հարցերը քննարկելու նպատակով, իսկ այսպիսի հարցեր այնտեղ չեն քննարկվել, այսինքն որևէ ֆունկցիոնալ բովանդակություն այդ այցը եւ հանդիպումը չի ունեցել։ Ստեղ ուղղակի պետք է նկատի ունենանք, թե որ ժամանակաշրջանում է տեղ ունենում այդ հանդիպումը, տեղի ունեցել այդ հանդիպումը, այն ժամանակաշրջանում, երբ որ Իրանում եւ Իսրայելում, ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, ինտենսիվ մարտական գործողությունները հրթիռային հարվածների տեսքով շարունակվում են, եւ հիմա կա նոր մարտահրավեր, դա Միացյալ Նահանգների հնարավոր ուղիղ ներգրավվածությունն է այդ հակամարտությանը, որովհետեւ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ինքը երկշաբաթյա առավելագույնը երկշաբաթյա ժամկետ է վերցնում, դա կարող վերաբերի ցանկացած օրվան, նույնիսկ այսօրվան կամ վաղվան, Միացյալ Նահանգների ուղիղ ներգրավվածության, այսինքն իսկ դա ենթադրում է Միացյալ Նահանգների կողմից Իրանին հարված հասցնելու մտադրությունների որոշման մասին, իսկ եթե դա տեղի ունենա,
ուրեմն հիշենք, որ Թուրքիա Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ պետություն, որի տարածքում կան նաև ամերիկյան ռազմաբազաներ, այսինքն Միացյալ Նահանգների նախագահի այդ որոշումը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ պետք է իրականացնի ոչ միայն իր շարժական ուրեմն ռազմակայաններից, այլ նաև ստացիոնար, որոնք տեղակայված են Թուրքիայի տարածքում, այսինքն Թուրքիայից հարված պետք է հասցվի Իրանին։ Դա ուրիշ ձև հնարավոր չի։ Դա մերձավոր արևելքի այլ երկրներում կան, սահմանակից երկրների իր ռազմակայաններից, որոնց թվում է նաև Թուրքիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազ, այսինքն Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ ՆԱՏՕ-ի հնարավոր ներգրավվածությամբ պետք է գործողություն իրականացնի։ Ինջիրլիքը, չէ՞, եթե չեմ։ Այսինքն հենց ինքը Թուրքիայի տարածքում կան ամերիկյան ռազմաբազաներ, հետեւաբար դրանք գործողությունների մասնակից են դառնալու, իսկ դա հնարավորություն է տալիս Թուրքիային, որ ինքը իր հերթին գործողություն իրականացնի։ Իսկ անկախ դրանից, թե ինչպիսին են հիմա Թուրքիայի հայտարարությունները Իսրայելի նկատմամբ, Իրանին աջակցող այդ հայտարարությունների վերաբերյալ, դա Թուրքիայի պարագային ոչինչ չի նշանակում, որովհետև Թուրքիան նման հայտարարություններ եւ դիրքորոշումներ ժամանակին ունեցել է Սիրիայի նկատմամբ եւ դա իրան չի խանգարել, որպեսզի Սիրիայում իրականացնի փաստացի իշխանապողություն եւ վերահսկողություն հաստատի այդ երկրի նկատմամբ, մեջ ասեմ, տարածքային ներխուժումները մինչեւ այդ իշխանապողության իրականացումը։ Հենց որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ունենալ նաեւ տարածքային հավակնություններ Իրանի նկատմամբ, ինչը իրագործելու համար առաջի этаպում թիրախում է դառնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, որոնք թուրքերն ու ադրբեջանցիներն անվանում են Զանգեզուր, Զանգեզուրի միջանցք, եւ որի համատեղ օգտագործման վերաբերյալ 2021 թվականի հունիսի 21-ին Շուշիում ստորագրել են Շուշիի հռչակագիրը, որը վաղուց վավերացված է եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում, իսկ դա ոչ միայն Հայաստանի տարածքի համատեղ օգտագործում, այլ նաեւ ռազմաքաղաքական դաշինք հնարավոր մարտական գործողություններում միմյանց աջակցություն ցուցաբերելու համար։ Եվ դրանից հետո բազմաթիվ համատեղ զորավարություններ են իրականացրել Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի սահմանակից տարածքում, վերջին եղել է Նախիջևանում տանկային զորամիավորումների, հրետանու եւ օդուժի մասնակցությամբ։ Իսկ խաղարկող սցենարը դա հարձակողական գործողություններն են լեռնային պայմաններում եւ լեռնային պայմաններում եւ նաեւ գրող Երևանի ուղղությամբ ենթադրվում է, որովհետեւ տանկային ստորաբաժանումները Նախիջևանից Խուստուփ լեռը կամ Վայոց ձորի լեռները չեն կարող ֆիզիկապես բարձրանալ, հետեւաբար այդ զորամիավորումների միակ մարտական առաջադրանքը տեսականորեն դա Երևանի վրա գրողն է։ Եվ կարծում եմ, որ ոչինչ իրանց չի խանգարելու այս պայմաններում դա իրագործելու համար եւ ես մեծ վտանգ եմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանի այցը հենց դրան է վերաբերում, պատահական չի, որ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա ասում է, ինչ է թուրքերի եւ ադրբեջանցիների ուզածը, որ մեր տարածքով գնան գան, թող գնան գանում հա դա վնաս, ինչ անուն ուզում է դնեն, այսինքն մենք դա չենք անվանում Զանգեզուրի միջանցք, բայց դե եթե իրանք տենց են անվանում, թող անվանեն, մեզ ինչ է, որ կարևորը գնան գան, այսինքն ինքը ակնհայտորեն նախապատրաստում է այդ տարածքների հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչը որ կարծում եմ հենց Էրդողանի հատկապես այս պահին Իրանում տեղի ունեցող լարվածության ֆոնին ամենաշահեկան խնդիրն է եւ ամենակարևոր խնդիրն է Թուրքիայի համար անվտանգային իմաստով, որովհետեւ մինչ այդ նախագծին հնարավոր սահմանային փոփոխությանը, տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությանը դեմ արտահայտվել Իրանը։ Եվ եթե հիմա Իրանի խնդիրները փոխվում են այլ ուղղությամբ, բնականաբար Իրանը այլևս այդ զսպող նշանակությունը արժեքը կորցնում է։ Հետևաբար Թուրքիա եւ Ադրբեջանի համար դառնում են ամենաշահեկան հնարավորությունները այդ տարածքները զավթելու եւ օկուպացնելու համար, ինչը Նիկոլ Փաշինյանի Հայաստանի իշխանության մնալու պարագայում ես կարծում եմ դրա ռիսկերը առավել քան տեսանելի են։ Ես այստեղ մեջ բերեմ Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանի մտահոգությունը, մեկնաբանությունը երեկվա նա այսպիսի մտահոգություն ուներ եւ ասաց, որ հնարավոր է Ստամբուլում Էրդողանը եւ Ալիևը փորձեն ստիպել Փաշինյանին ընդունել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջը եւ եթե նա չընդունի, հնարավոր է որ նրանք գնան ռազմական գործողություններ եւ ըստ իրանցի փորձագետի Էրդողանն ու Ալիևը այժմ կարծում են, որ այժմ երբ Իրանը զբաղված է Իսրայելով ամենահարմար պահն է հարձակվելու եւ գրավելու Սյունիքը։ Նույն կարծիքը արտահայտեցի եւ կարծում եմ, որ շատ խելամիտ է հարգարժան փորձագետի անհանգստությունը եւ իր արձանագրած ռիսկերը։ Եվ ինչ է կարծում, այսինքն
Էրդողան, Փաշինյան, Ալիև տարածաշրջանային դավադրություն հնարավոր է։ Ոչ միայն հնարավոր է, այլ դա ընթացքի մեջ է շատ վաղուց։ Այդ տանդեմը, այդ միասնությունն է, եռամիասնությունն է, որ Արցախը դարձրել ադրբեջանական, որ հայկական բազմաթիվ տարածքներ, Հայաստանի տարածքից բազմաթիվ ստրատեգիական տարածքներ եւ բարձունքներ վերահսկվում են Ադրբեջանի զինուժի կողմից, եւ դրան չեզոքացնող հիմնական գործոնը Նիկոլ Փաշինյանը վերացրել է 2024 թվականին։ Դա ռուսական ռազմական ներկայություններ Սյունիքի մարզում, որը տեղակայվել էր 44-օրյա պատերազմից հետո նույն Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, խոսքը վերաբերում էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության 17 սահմանային կետերին, ուղեկալներին Սյունիքի մարզում, 2 սահմանային ուղեկալներին Արարատի մարզում, Տիգրանաշենի եւ Երասխի հատվածներում, ինչպես նաեւ ռուսական 102 ռազմաբազայի որոշ ստորաբաժանումների տեղակայում Գորիսի մոտակայքում եւ Սիսիանի օդանավակայանում։ 2024 թվականին թվարկածս բոլոր ստորաբաժանումները ռուսական եւ 102 ռազմաբազա եւ սահմանային ծառայության դուրս են բերվել Սյունիքի մարզի տարածքից։ Այս տարվա հունվարի 1-ից նաեւ հայ-իրանական սահմանի սահմանակետից են դուրս բերվել ռուսական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, թողնելով միայն հայ-իրանական սահմանի ուղեկալները, այլ սահմանային հսկողության կետերից, նաեւ Թուրքիայի հատվածում Մարգարայի անցակետից ռուսական սահմանապահները դուրս են բերվել, այսինքն չեզոքացնող այդ վտանգը դուրս է բերվել, Հայաստանի իշխանությունները չնայած նախնական տված գրավոր համաձայնությանը, ըստ էության արհեստական խոչընդոտներ ստեղծելով թույլ չեն տվել, որպեսզի նաեւ Ռուսաստանի Դաշնությունը կապանում բացի գլխավոր հյուպատոսություն, որը որ հանդիսանում է լիարժեք դիվանագիտական ներկայացություն, որի վրա գրոհը դիտվում է գրոհ տվյալ երկրի վրա։ Այսինքն դա էլ թույլ չեն տվել, որպեսզի թուրք-ադրբեջանական հարձակումը Սյունիքի մարզում որևէ պարագայում չդիտարկվի իբրև Ռուսաստանի վրա հարձակում, այնտեղ գլխավոր հյուպատոսության բացակայության հանգամանքով։ Հիշեցնենք նաև, որ այդ ընթացքում Հայաստանը չունենալով կանոնադրության մեջ նման կարգավորում, այսպես ասած, սառեցրել է իր հարաբերությունները հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, ըստ էության հուշելով թուրքերին եւ ռուսներին, որ անվտանգային համակարգի Հայաստանի այդ գործիքը, այսինքն ՀԱՊԿ անդամակցությունը, այլևս ֆունկցիոնալ չի եւ չի կարող խոչընդոտ ստեղծել թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունների համար։ Պարոն Ղազարյան, բայց ինչ եք կարծում, եթե իսկապես կա հատկապես այս շրջափուլում թուրք-ադրբեջանական դավադրություն պլան Սյունիքի հետ կապված, արդյոք Փաշինյանը կներգրավի դրա մեջ կամ նա կստիպեն թե նա դեմ ինքը շուտվանից է կատարում Ադրբեջանի հետ, բայց մեր զրույցն սկսեցինք, որ նրանց հանձնարարությամբ, դա իմ խորին համոզմունքն է, նա գրոհել է հիմա մեր եկեղեցու վրա։ Բա Արցախը ո՞նց հանձնեց Ադրբեջանին։ Ո՞վ է հանձնել, կարող է ես եմ հանձնել, Նիկոլ Փաշինյանն է հանձնել։ Ու ո՞նց է ստացել, ու ո՞նց ինչ հայտարարություններ արել մինչև 2020 թիվը, ու հիմա ինչ հայտարարություններ անում դրա վերաբերյալ։ Նույն, այսինքն ես վաղուց եմ ասել, դա ոչ թե քաղաքական լիրիկա է կամ չգիտեմ, ուղղակի ռետորական խոսք կամ բան, որ դա էությունն է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն եւ ադրբեջանա-թուրքական ռեժիմը Հայաստանում հաստատել է իր գերիշխանությունը, խաբեությամբ, խարդախությամբ զավթել է մեր ժողովրդի օրինական իշխանությունը, որը ծառայեցվում է միայն ու միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին բոլոր առումներով։ Եվ քանի որ այդ շահերը չեն սպառվում, նրանք ասենք մի խնդրի իրագործումը առաջաբերում նոր խնդիր, Նիկոլ Փաշինյանը հետևողական քայլերով կատարում ադրբեջանա-թուրքական բոլոր պահանջները առանց բացառության։ Իրանցի փորձագետները ասում են, որ չնայած Իրանը պատերազմական գործողությունների մեջ է, բայց եթե Միացյալ Նահանգները չմիջամտի իրանք հաղթական ավարտի հասցնեն, իհարկե ցանկալի չի, այսպես ասած, երկրորդ ճակատի բացելը, բայց իրանք ունեն բավարար ներուժ, անհրաժեշտության դեպքում միջամտելու, սակայն դրա համար անհրաժեշտ է Հայաստանի կառավարության թույլտվությունը։ Ինչ է կարծում դուք, Իրանը հնարավոր նման դեպքում կմիջամտի, ինչպես կարձգանքի։ Նախ ես չեմ կարող այդ առումով միայն սուբյեկտիվ իրանական կողմի փորձագետի կարծիքի հիման վրա ենթադրություններ անել, թե ռազմաքաղաքական հաշվեկշիռը ում օգտին է, որովհետև պարզավոր իրանցի փորձագետները փորձեն դա ներկայացնել իրենց օգտին, բայց ես չունեմ եւ կարծում եմ, որ շատ քիչ մարդ կարա
առհասարակ օբյեկտիվ եւ ամբողջական տեղեկություն ունենա ուժերի հարաբերակցության վերաբերյալ։ Ամենայն դեպս եւ Իրանի զինված ուժերում իրենց հետախուզությունը եւ Իսրայելի կարծում եմ իրենք գիտեն թե ուժերի հավասարակշռությունը ինչպեսին է եւ դա այդ հաշվարկը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատում արել են մարտական գործողությունները սկսելուց առաջ։ Բայց իրավիճակը կտրուկ փոխվելու է Միացյալ Նահանգների կամ Միացյալ Թագավորության հնարավոր միջամտության արդյունքում եւ Իրան այս պահին փաստացի ունի դաշնակիցներ Ռուսաստանից էլ նախագահը հայտարարեց, որ ինչ որ ճշմարտություն է, որ այս տարվա հունվարի 17-ին Մոսկվայում կնքված Ռուսաստանի եւ Իրանի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը ունի ռազմական բաղադրիչ, այսինքն դա չի ենթադրում փոխադարձ ռազմական աջակցություն պատերազմական գործողությունների ժամանակ, իսկ Իրանը չի դիմել Ռուսաստանին օգնության խնդրանքով, իսկ դիմել դեռ չի նշանակում, որ ինքը կարող է նաև ստանալ, այսինքն Ռուսաստանը ինքը պետք է հաշվի, թե իր հիմիկվա խնդիրների պարագայում արդյոք ինքը հետաքրքրություն կունի։ Իմ տպավորությամբ չունի Ռուսաստանը ռազմական գործողությունների միջամտելու հետաքրքրություն, եթե ամերիկյան կառավարությունը որոշեց հարվածել Իրանին, ապա իրավիճակի փոփոխությունը այդ երկրում կտրուկ է լինելու եւ ես թերահավատություն ունեմ, որ Իրանի ներուժը կբավարարի դիմակայել ամբողջ հավաքական արևմուտքին, վերջացան որ Իսրայելը ինքնին հզոր ռազմական ներուժ ունեցող երկիր է, առայժմ պատերազմ այդ երկու պետությունների մեջ է, բայց պատերազմի ծավալների փոփոխությունը այնտեղ իրավիճակը փոխելու եւ այդ պարագայում ուղղակի գործնականում անհնար է որ Իրանը առավել եւս ռազմական ճանապարհով ներգրավվածություն ունենա դիմակայելու ադրբեջանա-թուրքական գրոհին Սյունիքի ուղղությամբ։ Իհարկե իրան շահեկան չի այդ փոփոխությունը, դա իրենք բազմիցս են հայտարարել, բայց շահեկան չլինելը մեկ այլ բան է, դիմակայելը այդ խնդրին առավել եւս ռազմական ճանապարհով դա այլ բան է։ Իմ կարծիքով ներկա պայմաններում, եթե եղավ ադրբեջանա-թուրքական հարձակումը Հայաստանի վրա, դա ոչ մի պարագայում կանխել հնարավոր չի։ Դա կանխել կարար հնարավորներ միայն այն դեպքում, եթե Հայաստանը մինչ այժմ չվարեր արկածախնդիր արտաքին քաղաքականություն եւ հետ պատերազմյան շրջանում ամրապնդեր մեր դիրքերը թե ՀԱՊ ձևաչափում, թե Ռուսաստանի հետ երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում եւ ամենակարևորը ամրապնդրեր եւ ավելացներ Հայաստանի զինված ուժերի կարողությունները։ Իսկ պատերազմից հետո նման բան տեղի չունեցել, այլ ճիշտ հակառակը զինված ուժերը կազմաքանդվում է հետևողական կերպով, որևէ էական սպառազինություններ մեր բանակը չի համադրել, չասեմ, որ մենք 44 օրյա պատերազմում միայն Արցախի պաշտպանության բանակի նյութական կորուստը կազմում է շուրջ 7 միլիարդ դոլար, որը ոչ մի պարագայում չի վերականգնվել, Արցախի պաշտպանության բանակը մեր զինված ուժերի ամենամեծ եւ ամենաֆունկցիոնալ ստորաբաժանումներ։ Խոսքը վերաբերում է եւ սպառազինություններին, եւ անձնակազմին, ոչ միայն շարային կազմի, այլ նաեւ սպայական կազմից ունեցած մարդկային հսկայական կորուստներ, որոնք որ վերականգնելու համար, այսինքն այդ կարողությունը, այդ պատրաստվածության սպաների, գեներալների վերականգնումը դա տարիների հարց է, իսկ մեր բանակը հպարտանում է ենթադրենք 1-2 աղջիկների զինված ուժեր ծառայության մեկնելով ամբողջ քարոզչությունը այս վերջին տարիների ՊՆ-ի հաղորդագրությունները որ նայեք, կարելի է վերնագրել կանայք բանակում, որը բնականաբար ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն չունի, իսկ Ադրբեջանը, միայն Ադրբեջանը, էլ չեմ ասում Թուրքիայի գործոնը, վաղուց էր հայտարարել, դեռ 2022 թվականին նրանք հայտարարեցին, որ հետպատերազմյան իրանց զինանոցը ամբողջությամբ համալրվել է, իսկ այն սպառազինությունների տեխնիկա, որ ունեցել էր լրիվ ամբողջությամբ վերականգնել են, էլ չասեմ, որ ձեռք են բերել նոր սպառազինություններ, որոնք մինչ այդ Ադրբեջանի զինված ուժերում չի եղել, Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները, հիմնականում կոմանդո իշխման ստորաբաժանումները, նրանց թվականակը հետպատերազմյան շրջանում նախապատերազմի համեմատ ավելացել է 2.5 անգամ, իսկ դրանք Ադրբեջանի զինված ուժերում տեղակայված են բացառապես հայ-ադրբեջանական սահմանին, այսինքն Կասպից ծովում կամ չգիտեմ Մինգիչարում կոմանդո հատուկ նշանակության զորամիավորումներ գոյություն չունեն։ Այսինքն Երաշման ջեմը հայ-ադրբեջանական սահմանի ավելացել է դրանց, իսկ դրանք միայն պայմանագրային զինծառայողներից կազմված զորամիավորումներ են,
որոնց ծառայողները վերապատրաստում են անցել Թուրքիայում առանց բացառության, եւ դրանք բազմաֆունկցիոնալ ստորաբաժանումներ են, այսինքն պետական սահմանի պահպանությունից բացի իրականացնում են, ի վիճակի են իրականացնել դիվերսիոն հետախուզական գործունեություն եւ նաև ռազմական գործողություններ, տարածքներ զավթելու իմաստով 44-օրյա պատերազմի ժամանակ էլ հիմնական զավթողական մարտական գործողությունները որպես օպերատիվ արագ արձագանքման խմբավորումներ իրականացվել են Յաշմաև կոմանդոյի կողմից։ Հիմա այս պայմաններում, ասենք Հայաստանի զինված ուժերի դիմադրողականության ցածր աստիճան, միջազգային համագործակցության բացակայություն, Իրանում պատերազմ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար սրանից նպաստավոր իրավիճակ չկա իրենց արժեվ դրված ռազմավարական խնդիրները լուծելու համար, առավել եւս երբ որ Հայաստանում իշխանության ղեկինը Նիկոլ Փաշինյանը, որը այս իրավիճակում ընդամենը մի բան է կարող իրականացնի ներքաղաքական, ներքին հասարակական կյանքում անհամերաշխություն, ճշնամական մթնոլորտի սեղմանում, լարվածություն ստեղծում, անտեղի անիմաստ եկեղեցու հետ, որը հասարակական լարվածության առաջացման պատճառ է հանդիսանում, խոշոր բիզնեսի հետ, իր գլխավոր ներկայացուցիչների հիմնական ընկերությունների իմաստով եւ նաեւ ասենք այս պայմաններում պետք է արձանագրենք, որ ամենայն դեպս մեր հարցազրույցի օրվա դրությամբ դեռևս ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը թափուր է եւ հələ չգիտենք էլ ասենք Ալփի Դավոյանը կնշանակվի թե չէ։ Իսկ ըստ ձեզ ինչու Արմեն Աբազյանը ազատվեց ԱԱԾ տնօրենի։ Կարծում եմ, որ իմ տպավորությամբ հիմնավոր են հրապարակումները, որ դա պայմանավորված է եղել Սամվել Կարապետյանի դեմ հանիրավի այտենց հատուկ բեմականացված գործողություն իրականացնելու հրամանը չկատարելու հանգամանքով, այնուամենայնիվ սպայի արժանապատվությունը թեկուզ հոգնած մարդու գլխուղեղում դրսևորվել, այսինքն այնտեղ փաստորեն պարզում Արմեն Աբազյանի գլխում մի քանի կենթանի բջիջներ այնուամենայնիվ պահպանվել են։ Եվ նա որոշում է կայացրել չկատարի այդ ապօրինի հանձնարարությունը, ինչը կարծում եմ դարձել է իր պաշտոնանկության պատճառ։ Պարոն Սամվել Կարապետյանի կալանավորումը իմաստ կա խոսելու արդարադատության վիճակի մասին, թե անցնենք միանգամից արդարադատության հետ դա կապ ունի միայն այնքանով, որ քրեական օրենսգիրքը ունի հոդված ակնհայտ անմեղ անձին նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը։ Կարծում եմ, որ դա միայն այդ տեսանկյունից է քննարկման առարկա եւ նաեւ ակնհայտ ապօրինի դատական ակտ, իրավական ակտ կայացնելը, որը կարծում եմ հետագայում կդառնա իրավական քննարկման առարկա։ Սամվել Կարապետյան ակնհայտ ինքը անբիծ մարդ է եւ նրա գործողություններում ինչի համար որ իրեն մեղադրանքի առաջադրվել իմ կարծիքով որևէ հանցակաց գոյություն չունի եւ կատարվողը իր հանդեպ բացարձակ ապօրինություն է իմ կարծիքով։ Մեղադրանքը առաջադրվել է իշխանությունը զավթելու կոչերի։ Ես բոլորս ենք լսել Սամվել Կարապետյանի այդ ելույթը, նա ամենայն հավանականությամբ հրավիրված է եղել Էջմիածին մասնակցելով կաթողիկ Սուրբ Էջմիածնի տոնական միջոցառումներին, որոնք մեկնարկել էին երկուշաբթի օրվանից եւ իրենց ավարտը կունենան վաղը, իդեպ վաղ ժամը 11-ին Զվարթնոց տաճարից դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին նաեւ ուխտագնացությունը նախատեսված, ես էլ եմ մեծ սիրով դրան մասնակցելու եւ կայցելենք նաեւ Մայրաթոր մեր օրհնություն նախ ստանալու եւ նաեւ մեր զորակցությունը հայտնելու եւ մեր եկեղեցուն եւ նրա նվիրյալ զավակներին եւ Սամվել Կարապետյանը եկել էր այդ միջոցառումներին մասնակցելու որպես հայ եկեղեցու բարերար եւ Մայրաթորում գտնվելով նա լրագրողական հարցին պատասխանելու չափազանց զուսպ, չափազանց պարկեշ եւ կոռեկտ իր վերաբերմունքն հայտնել, իր զորակցությունը հայտնել մեր եկեղեցուն եւ նրա տեսակետը որպես իշխանություն զավթելու փորձ դիտարկելը դա ցնդաբանության տիրույթում է։ Ամբողջ աշխարհը ուզում է դառնա Սամվել Կարապետյան, Սամվել Կարապետյանը պիտի մտածի, որ ինքը դառնա Նիկոլ Փաշինյան։ Իսկ նրա ինչին է պետք Հայաստանում իշխանությունը, երբ որ Նիկոլ Փաշինյանը կարող է մեծ երազանք ունի դառնա միլիարդատեր, նույն կարողությամբ ինչ որ ունի հիմա Սամվել Կարապետյանը։ Ես կարծում եմ հիմա Նիկոլ Փաշինյանի կարողությունները զիջում են Սամվել Կարապետյանին եւ քանի որ Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը հիմա անազատության մեջ են,
Կարծիք ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի ազատության մեջ գտնվող ամենահարուստ հայ միլիարդատերն է։ Բայց ինչ սինխրոն է, չէ՞ ամեն ինչ կատարվում։ Մի մասը Բաքվում, Դա բայց հանձնարարություններ է, չէ՞, բայց 2021 թվականի հունիսի 18-ին ճիշտ նույն օրը, երբ որ ձերբակալվեց Սամվել Կարապետյանը եւ կալանավորվեց, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել, եւ Սամվել Կարապետյանը այդ վարույթում ունի մեղադրելի կարգավիճակ։ Եվ կալանավորվեց 2025 թվականի հունիսի 18-ին։ Նույն օրը։ Իսկ այդ նույն քրեական գործող Ռուբեն Վարդանյանը արդեն գտնվում ադրբեջանական բանտ։ Այսպիսով ամփոփելով մեր զրույցը, պարոն Ղազարյան, եթե հաշվի առնենք, որ ձեր նկարագրած հեռանկարները նախորդ թիվ, հատկապես թուրք-ադրբեջանական վտանգի առնչությամբ միանգամայն իրական եւ անվանական են թվում։ Հայաստանը որպես ազգ, որպես ժողովուրդ չեմ խոսում իշխանությունների մասին, Հայաստանի քաղաքական ազգային վերնախավը ինչպես պետք է նախապատրաստվեն գալիք մարտահրավերներին։ Դրան մի ընդհանրապես մի ձև գոյություն ունի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանություն։ Քանի նա իշխանության ղեկին է, նա այլ օրակարգ, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի սպասարկումը չունի, նա լեգիտիմ իշխանություն չի, այսինքն նախ չի վայելում մեր ժողովրդի հարգանքն ու վստահությունը, երկրորդը նրա որոշումները, նրա քայլերը, գործողությունները բացարձակապես չեն համապատասխանում կառավարության գործունեության ծրագրին, ինչը որ սահմանադրական պահանջ է։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ապօրինի պաշտոնավարող Հայաստանում իշխանությունը ապօրինի զավթած մի հանցախմբի պարագլուխ է։ Իսկ նրա այս չարագործությունները կանխելու մենակ մեկ ձև գոյություն ունի, նրան հեռացնել իշխանությունից։ Իսկ նրան հիմա այս պահին իշխանությունից հեռացնելու միայն մեկ գործնական քայլ գոյություն ունի, դա նրան ազգային ժողովի կողմից անվստահություն հայտնելու գործընթացն է, որը պաշտոնապես մեկնարկել է, եւ ես կարծում եմ, որ եւ քաղաքական ուժերը նախ առաջին հերթին դա ազգային ժողովի падգամավորների պատասխանատվության տիրույթում է, այդ նախաձեռնությունը կյանքի կոչել, միանալ եւ աջակցություն նաեւ այլ падգամավորների ստանալ այդ որոշումը կայացնելու համար եւ նաեւ պետք է մեր հասարակությունը իր ամբողջական աջակցությունը ցուցաբերի արդեն իսկ մեկնարկած գործընթացին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի առաջնորդը Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ գրել է, որ այս հայտարարակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է։ Ձեզ ինչպես է Ռոբերտ Քոչարյանը։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների եւ գործողությունների մեջ կա շատ մեծ հակասություն, որովհետեւ ես կարծում եմ հիմնավոր եւ շատ խելամիտ է նրա արձանագրումը, որ միակ խնդրի լուծման ձևը դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է, բայց նաև նրան իշխանությունից հեռացնելը պետք է հասկանալ, թե ինչպես պետք է դա, ինչ-որ մի մեխանիզմով դա պետք է տեղի ունենա։ Միակ մեխանիզմը կան անվստահությունն է, գոյություն չունի, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած քաղաքական ուժը, որը հայտնվել է խորհրդանում եւ կրում է Հայաստան խմբակցության անվանումը, այդ խմբակցության падգամավորներից դեռևս ոչ ոք չի նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ չի միացել գոյություն ունեցող նախաձեռնությունից որևէ մեկին։ Հետևաբար, այստեղ հակասություն է առաջանում։ Եթե պետք է հեռացնել եւ դուք դեմ եք անվստահության գործընթացին, ապա հետաքրքիր է իմանալ, թե ուրիշ ինչպես է դա հնարավոր։ Ուրիշ որևէ ձև գոյություն չունի։ Հետևաբար ես կարծում եմ, որ Հայաստան խմբակցության падգամավորները պետք է ականջալուր լինեն նախագահ Քոչարյանի հայտարարությանը եւ անմիջապես միանան գոյություն ունեցող նախաձեռնությանը կամ հեղինակեն անվստահության սեփական նախաձեռնություն եւ սկսեն քաղաքական խորհրդակցություններ դա կյանքի կոչելու համար։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Ղազարյան։ Ես շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք հասարակական քաղաքական գործիչ, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։